Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի հաստատությունները Հայ ազգի հավաքական քրոջան բահաբանները Լիդիա Մարգոսյան, մայիս 28 սեպտեմբեր 21 չէ, դոկտոր Գիլերմո Կարամանյան, Համշենի հիշողության և գիտության նվիրյալը, Պիլիսի հայկական մեծ ու բարեգեցիկ գյուղերեն մեկը, Քոնյու 1700-ամյա Սուրբ Եղինե եկեղեցին գշարունակե գանքուն մնալ, Թիֆլիսի մեջ նշվեցավ Վարդադոնի 112-ամյակը, Հակոբ Արադ արվեստի և քրագանության աշխարհը մեկ երկի մեջ, 40 մանկանց երջախումբը գնշե իր 136-ամյա ուղին։ Արևմտյան Հայաստանի ղարավարության ղեկավար և Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Լիդիա Մարգոսյան գկրե։ Նախ եւ առաջ կուզեմ շնորհավորել Արևմտյան Հայաստանի խորհրդարանի 13-ամյակը եւ իմ շնորհավորանքները հղել Տիգին Հարությունյանին, ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ բոլոր պատգամավորներուն։ Մեր խորհրդարանի ստեղծումը մեր ազգին համար կարևոր քայլ մներ եւ ասի գաճիշտ է յուրաքանչյուր հասարակության համար, որ կփապակի ապրիլ արդարության եւ ազատության մեջ։ Առավել եւս մեր նման պետությունը, որուն տարածքը բնակրաված է, իրավական օրեն չի թատրիր գոյություն ունենալ է, եթե բահբանվին 3 տարեր։ Բնակչություն, ներգաղթություն եւ ինքնիշխան կամքի շարունակական արտահայտություն։ Այս իմաստով Արևմտյան Հայաստանի խորհրդարանը բարձրապես մարդոց հավաք չէ, եւ եթե հասկանանք, թե ինչու ունենք խորհրդարան, արդեն կնշանակե կսկսենք զայն պաշտպանել։ Ժամանակակից պատմությունը ցույց կտա, որ պետությունը բարդատիր չէ, որ վերանա դարածքի գորուստով, ռազմական բռնակրավումով կամ նույնիսկ բնակչության զանգվածային ոչնչացմամբ։ Արևմտյան Հայաստանի օրինակը խորապես ցույց կտա այս իրողությունը։ Այս առումով մեր հաստատությունները կդառնան մեր ազգային գոյատևման գլխավոր միջոցը։ Երբ ժողովուրդը կդեղահանվի կամ մասամբ կոչնչացվի, ինչպես եղած է Արևմտյան Հայաստանի հայրուն բարակային, հաստատությունները կդառնան մշակութային եւ ինքնության դիմադրության կառույցներ։ Առանց անոնց ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը կգրնա վերածվել պատմական անհետացման։ Հիշեցնենք, որ հայրուց ցեղասպանությունը ուղղված չէր միայն անհատներու դեմ, այլ նաեւ այն կառույցներուն դեմ, որոնք ապահովեին հավաքական շարունակականությունը քաղաքական, կրոնական, կրթական եւ մշակութային վերնախավերուն թեմ։ Դպրոցները, եկեղեցիներն ու վանքերը նույնպես զանգվածաբար ավերվեցան կամ բռնակրավեցան։ Հայկական ազգային վերագազմագերման պատասխանը մեծապես իրականացվեցավ Բողոս Նուբարի ղեկավարած ազգային պատվիրակության աշխատանքի շնորհիվ, որ առաջորդեց 1920 թվականի հայկական պետության ճանաչման, որուն շարունակող պետությունն է Արևմտյան Հայաստանը։ Ուստի հաստատության շարունակականությունը ունի նաև իրավական հարթություն, որ հիմնված է Ուդրո Ուիլսոնի իրավարար վճռին վրա, եւ ճիշտ այս իրավական դաշտին մեջ է, որ կգործե Արևմտյան Հայաստանը միջազգային կառույցներուն մեջ իր մասնակցությամբ եւ մարդկային իրավանց եվրոպական դատարան ներկայացված գործընթացներով, որոնք կընդգրկեն ազգի ամբողջ իրավական ծրարը։ Այսպիսով մեր հաստատությունները պետական եւ հավաքական շարունակականության հիմքն են։ Անոնք կպահպանեն մեր հիշողությունը, կփոխանցեն օրինականությունը եւ կգանխեն պատմական ճնշումը։ Մեր հաստատությունները գարդոնեն մեր սփռված ազգին պահպանել միասնական քաղաքական, պատմական, իրավական եւ մշակութային գիտակցություն, հակառակ աքսորին եւ մասնատման։ Մեր հաստատությունները պարզապես վարչական մարմիններ չեն։ Պատմական աղետներու պայմաններուն մեջ անոնք կդառնան հավաքական գոյության իսկական պահպանները։ Հարգելի հայրենակիցներն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության տեսփան Արժանտինի Հանրապետության մեջ դոկտոր Գիլերմո Կարամանյան գկրե 1918 թվականի մայիս 28-ը իրական ազգային տոնն է։ Այդ օրը հայ ժողովուրդը միասնաբար Սարդարապատի մեջ վճռական բարդության մատնեց թրքական կանոնավոր բանակը, ջախջախելով անոր ռազմական հզորությունը։ Բարդությունն այնքան ծանր էր, որ թուրքերը ստիպված եղան պահոս տալ մարտադաշտեն, ցախողեցնելով իրենց բնաճնչման եւ դարածքային նվաճման ծրագիրները։ Այդ պահին սկսյալ զորավարներ Անտրանիկն ու Քարեկի նշտեհը փորձեցին ազատագրել թուրքերու գոմե բռնակրաված հայրենիքը, սակայն անոնց չանքերը խոչընդոտվեցան հայկական ղեկավարության գոմե, որ կբավարարվեր միայն 11000 քառակուսի կիլոմետր տարածքով, զոր թուրքերը զիջած էին իրենց պարտութենեն յետ 1918 թվականի հունիս 4-ի Բաթումի պայմանագրով։ Մեր այս երկու մեծ առաջնորդերեն ոչ մեկը ընդունեց այդ կացությունը։ Անոնք կացության եւ հայրենասիրության շնորհիվ ազատագրվեցան 30,000-ը ավելի քառակուսի կիլոմետր տարածքներ թուրքական ուժերուն դեմ մղված հաջող պայքարներու միջոցով։ Իր հազարամյա պատմութենեն գերդված ոգիով հայ ժողովուրդը պայքարեցավ եւ հաղթեց թուրքերուն բազմաթիվ ճակատներու վրա։ Արևելյան Հայաստանի մեջ Սարդարապատի հաղթանակեն յետ կսկսավ Երևանի եւ շրջակա տարածքներու կառավարումը, իսկ Սյունիքը, Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, Գարսը, Արդահանը եւ այլ նահանգներ անցան հայկական վերահսկողության տակ։ Նույնպես Արևմտյան Հայաստանի ցեղասպանութենեն վերապրած հայերը գազմեցին հայկական լեգիոնը Ֆրանսիայի օտարերկրյա լեգիոնին գազմին մեջ, որ հաղթանակներ արձանագրեց Արարայի հայտնի ճակատամարտին եւ Սուրիո ու Բաղեստինի այլ մարտերու մեջ ներառյալ Գիլիկիո ազատագրումը։
Ռազմական հաղթանակներեն յետ կսկսավ Թիվանագիտական բայկարի շրջանը, որոն համար հայ ժողովուրդը նախապատրաստված էր դակավին 1912-ին, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Եչ Պողոս Նուբարը ղրկեց Փարիզ Արևմտյան Հայաստանի հարցը արևմտյան մեծ տերություններու արտաքին գործոց նախարարություններու ներկայացնելու համար։ Այս միասնության, քաջության, հայրենասիրության եւ թիվանագիտական աշխատանքի շնորհիվ մեր նախնիները հասան 1920 թվականին Հայաստանի պետության միջազգային ճանաչման։ Ասիկա հանգեցուց Սևրի Տաշնակրի ստորագրության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Ուոդրո Ուիլսոնի միջազգային իրավարար վճռի ընդունման, որ սահմանեց մեր պատմական պետության արևմտյան սահմանները, միջազգային ճանաչում ստացած պետության համար, որ ըստ այս տեսակետին կշարունակե գոյություն ունենալ մինչեւ այսօր։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Լրացավ մեկ տարին, ինչ կյանքեն հեռացած է հայագետ, բանահավաք, ասկակրակետ եւ լրագրող Սերգեյ Վարդանյանը, համշենագիտության ամենե նշանավոր հետազոտողներեն մեկը։ Անոր անուն անկախտելիորեն կապված է համշենի պատմության, բարբարին, մշակույթին եւ բանահյուսության ուսումնասիրության հետ։ Անոր բազմամյա գիտական գործունեությունը կարևոր դեր ունեցած է համշենահայության պատմության հանրահռչակման մեջ։ 1982-ի համշենցիները ծանոթ եւ անծանոթ հոդվածով ներկայացուց Աբխազիո եւ Կրասնոդարի համշենահայերու պատմությունը ինքնությունը։ Անոր աշխատություններն ու խմբագրած գործերը ներառյալ գրոնապող համշենահայերու բարբարը, բանահյուսությունը եւ երկարվեստը եւ ցայն համշենական դերթը այսօր համշենագիտության կարևոր աղբյուրներն են։ Ան նաեւ մեծ ներդրում ունեցած է հայկական մշակութային ժառանգության պահպանման գործին մեջ։ Թեև այլևս մեզի հետ չէ, անոր գիտական ժառանգությունը կշարունակե ոգեշնչել նոր սերունդները եւ կմնա ազգային հիշողության ու հայագիտության զարգացման օրինակ։ Բիթլիսի գետրոնական խավարին Ղուլդիկ ներկայիս Արիդաղ գյուղը մինչև 1915 թվականի շրջանի ամենեն մեծ հայկական բնակավայրերեն մեկն էր։ Գյուղին մեջ կգործեին Սուրբ Գևորգ, Սուրբ Հովանես Ավետապեր, Սուրբ Հովանես, Սուրբ Սեմյոն եւ Սուրբ Սարգիս եկեղեցիներն ու մատուրները, ինչպես նաեւ հայկական դպրոցը շուրջ 100 աշակերտներով։ Ղուլդիկը հայտնի էր զարգացած այգեգործությամբ եւ արհեստներով։ Գավակորձերը, ճուլհակներն ու մեխագործները լայն համբավ ունեին, իսկ գյուղը աչքի կզարներ տնտեսական աշխուժությամբ եւ հարուստ մշակութային կյանքով։ Հրաբարակված լուսանկարը կներկայացնե 1915-ին առաջ գյուղին մեջ ապրող հայկական ընտանիքը, որպես հիշեցում այդ երբեմնի ձագուն համայնքին, որոնց հետքերը այսօր մնացած են միայն պատմական հիշողության մեջ։ Արևմտյան Հայաստանի Կոնյա քաղաքի Սիլե պատմական թաղամասին մեջ գտնվող շուրջ 1700 տարվան պատմություն ունեցող Սուրբ Հեղինե եկեղեցին այսօր կանգուն է եւ կգործե որպես թանգարան։ Պատմական աղբյուրներու համաձայն ան կառուցված է 327 թվականին Բյուզանդիոնի Գայսեր Կոստանդին առաջինի մոր Հեղինե Գայսրուհիի նախաձեռնությամբ։ Ան կհամարվի Անադոլիո ամենեն 5 քրիստոնեական եկեղեցիներեն մեկը եւ մինչեւ այսօր բաբանված հնագույն սրբավայրերեն։ Հնագույն Սիլե բնակավայրը հազարամյակներու պատմություն ունի եւ դարբեր ժամանակներու եղած է բազմաթիվ ժողովուրդներու բնակության վայր։ Այդ միջավայրին մեջ Սուրբ Հեղինե եկեղեցին տարեր շարունակ ծառայած է որպես շրջանի կարևոր հոգեվոր կետրոն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն եկեղեցին ժամանակավորապես դադրեցուցած է իր գրոնական գործունեությունը եւ օգտագործված է որպես ոսկրաբուժական հիվանդանոց։ Վերջին տարիներում վերանորոգվելով ան վերածված է թանգարանի եւ այսօր Կոնյու ամենեն այցելված պատմամշակութային հուշարձաններեն մեկն է։ Սուրբ Հեղինե եկեղեցին կշարունակե վկայել շրջանի հարուստ քրիստոնեական ժառանգության եւ բազմատարյան պատմության մասին։ Սույն թվականի մայիս 31-ին Թիֆլիսի պատմական մեյդանի հրապարակին մեջ 112-րդ անգամ նշվեցավ Վարդադոնը նվիրված մեծ աշուղ Սայաթ Նովայի հիշադակին։ Դոնը դարիները ի վեր կհամախմբե հայ համայնքը, մշակութային գործիչներ ու բազմաթիվ հյուրեր, ընդգծելով անոր ստեղծագործական ժառանգության կենտրոնի ներկայությունը։ Վարդադոնը կազմակերպված էր վիրահայոց թեմին եւ մշակութային շարք գառույցներու նախաձեռնությամբ։ Օրվան ընթացքին մասնակիցները այցելեցին Սուրբ Գևորգ եկեղեցի, ուր կատարվեցավ հոգեհանգստյան արարողություն, ապա ծաղիկներ զետեղեցին Սայաթ Նովայի շիրիմին հարկանքի դուրք մատուցելով անոր հիշադակին։ Այնուհետև մեյդանի հրապարակին մեջ տեղի ունեցան երաժշտական եւ բարային ելույթներ Թիֆլիսի եւ Ջավախքի դարբեր խումբերու եւ անհատ կատարողներու մասնակցությամբ։ Վարդադոնը ոչ միայն հիշադակի օր է, այլ նաեւ մշակութային գամուրջ, նոր սերունդներուն փոխանցելու Սայաթ Նովայի ժառանգությունը եւ անոր ներդրումը հայ, վրացական եւ դարդաշրջանային արվեստի զարգացման մեջ։ Միջոցառման ընթացքին հրապարակը լեցուներ երաժշտությամբ, բարով եւ դոնական մթնոլորտով ընդգծելով Վարդադոնի համախմբող ուժը։ Ավանդության սկիզբը դրված է 1914 թվականի Թիֆլիսի մեջ Հովանես Թումանյանի եւ մտավորականներու նախաձեռնությամբ եւ այդ օրին ի վեր Վարդադոնը կշարունակվի որպես Թիֆլիսի հայկական մշակութային կյանքի կարևոր ցերնակներեն մեկը։
Լուիս տեսած է թուրք հետազոտող Ինջի Այդենի մենակրությունը նվիրված պոլսահայ նկարիչ եւ լրագրող Հակոբ Արադին քույներու Դիոգենեսը խորակրով։ Աշխատությունը կներկայացնե ոչ միայն անոր կյանքն ու ստեղծագործությունը, այլև ժամանակաշրջանի մշակութային, քրական եւ հասարակական միջավայրը։ Քիրկը գլուսապանե Արադի ուսանողական տարիները Գոստանտո Բոլսո Գեղարվեստի ակադեմիայի մեջ համագործակցությունը պոլսահայ մամուլի եւ քրական շրջանակներուն հետ, ինչպես նաեւ մդերմությունը Սայիդ Ֆայեկի հետ, որոնց գործերու մեծ մասը անպատկերազարդած է։ Ներառված են նաև գեղանկարչական նմուշներ, արխիվային լուսանկարներ եւ վավերագրական նյութեր, ներկայացնելով 20-րդ դարու թուրքահայ մշակութային կյանքը։ Այս ուսումնասիրությունը նաև հարկանքի դուրք է Արադին, վերարժևորելով անոր ներդրումը արվեստի եւ մշակութային երկխոսության մեջ։ Գոստանտո Բոլսո Սուրբ Աստվածածին եկեղեցու Հովանիին դակ գործող 40 մանգանց մանկական երգչախումբը երկար ընդմիջում է յետ համերգով նշեց իր հիմնադրության 106-րդ ամյակը։ Մայիս 24-ին Դադյան վարժարանի մեջ կայացած ցերնարգին մասնակցեցան Թուրքիո հայոց պատրիարք Սահակ Մաշալյան, համայնքային ու գրթական ներկայացուցիչներ եւ բազմաթիվ հյուրեր։ 23 երեխաները գազմված երգչախումբը ներկայացուց 18 հայկական երգ, միանալով նաեւ մենակատարներու, երաժիշտներու եւ բարախումբի ելույթներուն, ստեղծելով հարուստ մշակութային մթնոլորտ։ Երեգոյի ավարտին պատրիարքը շնորհավորեց երգչախումբը, խմբավարը եւ գազմագերբիչները, ընդգծելով նման նախաձեռնություններու կարեւորությունը հայկական լեզվի, մշակույթի եւ ինքնության պահպանման մեջ։ Ավելի քան 1 տարիա պատմություն ունեցող երգչախումբը կշարունակի մնալ Բոլսահայ մշակութային կյանքի կարեւոր խորհրդանիշներեն մեկը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։